Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law for private power. Միջազգային քրեական իրավունքը տևական պատմություն ունի։ Մեր օրոք եղած հայեցակարգին ամենամոտ եվրոպական իրողությունը միջնադարում գործող ասպետական համակարգն էր։ Այս համակարգին առնչվող դատավարություններից ամենանշանակալին 1474 թվականին Բրայզախում Պետեր ֆոն Հագենբախի դատավարությունն էր, որին թեև հազիվ թե կարելի է իրավական նախադեպի կարգավիճակ վերագրել, այդ դատավարության ընթացքում եղած հարցերը վերադասի հրամանները, սեռական հանցագործությունները, ապացույցներ հավաքելու գործում համագործակցությունն ու դատարանի իրավազորությանը վերաբերող առարկությունները ակնհայտորեն արդիական են անգամ այսօրվա իրողությունների տեսանկյունից։ Սակայն մեր նպատակը միջազգային քրեական հետապնդումների ժամանակակից պատմության ներկայացումն է, ուստի կսկսենք 20-րդ դարասկզբից առաջին համաշխարհային պատերազմի ավարտից։ Առաջին աշխարհամարտից հետո դաշնակիցները ստեղծեցին 15 անդամից կազմված հանձնաժողով, որը պիտի քններ պատերազմն սկսելու պատասխանատվությունը, պատերազմի օրենքների խախտումները և դատավարությունների համար ստեղծվելիք դատարանի տեսակի հարցը։ 1919 թվականի մարտին հրապարակած իր զեկույցով հանձնաժողովը որոշեց, որ պատերազմն սկսելու պատասխանատուն կենտրոնական տերություններն են և որ դրա ընթացքում տեղ են գտել պատերազմի և մարդկության օրենքների խախտումներ։ Հանձնաժողովն առաջարկեց ստեղծել գերագույն դատարան դաշնակից երկրներից անդամների կազմով, որը կքններ այդ օրենքների խախտումները։ Այս հայեցակերպն արժանացավ հանձնաժողովի ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչների քննադատությանը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ անդամներն ասացին, որ իրենց հայտնի չէ որևէ միջազգային կանոնադրություն կամ կոնվենցիա, որը պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև մարդկության օրենքների կամ սկզբունքների խախտումը կհամարի միջազգային հանցագործություն։ Արդյունքում Վերսալի պայմանագրի 227-րդ հոդվածը նախատեսեց, որ կայզերին պետք է հրապարակայնորեն մեղադրանք առաջադրվի միջազգային դատարանի առջև, ինչը այդպես էլ երբևէ չարվեց, քանի որ Նիդերլանդները հրաժարվեց նրան հանձնել դաշնակիցներին։ Վերսալի պայմանագրի 228-րդ և 229-րդ հոդվածները նաև նախատեսում էին դաշնակից երկրների դատարաններում գերմանացի քաղաքացիների հետապնդում ռազմական հանցագործությունների համար, սակայն այս դրույթներն էլ գործնականում չկիրառվեցին։ Որոշ հետապնդումներ, բայց դաշնակիցների տեսանկյունից ցանկալի քանակից շատ ավելի քիչ, իրականացվեցին 1921-ից 23 թվականներին Լայպցիգում։ Այս գործերից երկուսը, այնուամենայնիվ, հետագայում կարևոր նախադեպեր ստեղծեցին միջազգային քրեական իրավունքում և հանձնաժողովի զեկույցը ճշգրտորեն կանխատեսեց ժամանակակից միջազգային քրեական իրավունքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններ։ International criminal law developed as a response to the terrible crimes committed by the Nazi fascist regime. Its evolution is marked by a shift from the traditional state-centered international law to holding individuals criminally responsible for the most serious atrocities: genocide, war crimes, crimes against humanity, and the crime of aggression. Earlier precedents in modern history exist, though. The 1899 and 1907 Hague Conferences established some rules of warfare. The 1919 Treaty of Versailles that reorganized Europe after the First World War included also the prosecution of Kaiser Wilhelm II for a supreme offense against international morality. This trial never happened, though. In any event, the concept of individual criminal responsibility for international crimes remained largely undeveloped at that time. Միջազգային քրեական դատարանի հիմնումը որպես այդպիսին բավական նոր երևույթ է։
որի ակունքները գնում են դեռևս առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Իստանբուլյան դատավարությունները եւ Լայպցիգյան դատավարությունները։ Այստեղ, չնայած այս դատավարությունները որպես այդպեսին դրական հանգուցալուծման չհանդիսացան, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակից պետությունները ստեղծեցին այդ դատավարությունների հիման վրա միջազգային քրեական Նյուրնբերգի դատարան, որտեղ սահմանվեց պատիժ նացիստական Գերմանիայի կազմակերպիչների եւ քաղաքական գործիչների նկատմամբ այն վայրագությունների համար, որոնք իրենք կատարել են երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Միջազգային քրեական իրավունքի ոլորտում իրական մեծ առաջընթացը տեղի ունեցավ երկրորդ աշխարհամարտի ավարտին։ Դաշնակիցները նախ 1943 թվականին Մոսկվայում հայտարարություն հրապարակեցին, որով առանցքի երկրներին պատերազմական հանցանքների համար պատիժ էին խոստանում։ Արդյունքում միջազգային դատարանի կանոնադրությունը մշակելու համար Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը հանդիպեցին Լոնդոնում։ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի հիմքը հանդիսացող Լոնդոնի կանոնադրության համար կազմակերպված լարված ընթացք ունեցած բանակցությունների արդյունքում 1945 թվականի օգոստոսի 8-ին դաշնակիցները ստորագրեցին Լոնդոնի համաձայնագիրը, որով ստեղծվեց դատարանը։ Հետո կանոնադրությանը միացան ևս 19 պետություններ, սակայն առանց բուն դատավարությանը մասնակցելու իրավունքի։ Տրիբունալը եւ դատարանը 8 դատավոր ուներ, 4 հիմնական դատավոր գլխավոր դաշնակից երկրներից՝ Ֆրանսիա, Խորհրդային Միություն, Միացյալ Թագավորություն եւ Միացյալ Նահանգներ, յուրաքանչյուրից մի հոգի եւ 4 փոխարինող դատավոր նույն պետություններից։ Մեղադրական եզրակացությունը դատարանը նստացավ 1945 թվականի հոկտեմբերի 10-ին Բեռլինում գտնվող իր պաշտոնական նստավայրում։ Այն պարունակում էր 4 հիմնական մեղադրանք, որոնք հիմնված էին միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության 6-րդ հոդվածի վրա։ Առաջին մեղադրանքը ընդհանուր հանցավոր պայմանավորվածությունն էր։ Երկրորդը վերաբերում էր խաղաղության դեմ ուղղված հանցագործություններին։ Երրորդ մեղադրանքը վերաբերում էր պատերազմական հանցագործություններին, իսկ չորրորդը մարդկության դեմ ուղղված հանցագործություններին։ Դատարանի առջև կանգնեց 24 ամբաստանյալ։ Դատավարությունը տևեց 10 ամիս եւ տեղի ունեցավ 403 բաց նիստ։ Մեղադրական եզրակացությունն ստանալուց հետո տրիբունալը տեղափոխվեց Նյուրնբերգ քաղաք, որի հետ այն այժմ զուգորդվում է։ Տրիբունալի որոշումը փաստերի վերաբերյալ եզրակացություններից բացի զգալի ներդրում էր միջազգային իրավունքում։ Դատավճռում որոշակի ծավալով անդրադարձ է եղել պաշտպանության կողմի այն պնդմանը, թե հանցագործությունների հետապնդումը հակասում է օրինականության սկզբունքին։ Այնուամենայնիվ, միջազգային իրավունքի ներքո ուղղակի պատասխանատվության մասին տրիբունալի ամենահայտնի դիրքորոշումը հավանաբար նրա անշեղ հաստատումն էր, որը հետագայում դարձավ միջազգային քրեական իրավունքի հիմնարար սկզբունք։ Միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարում են մարդիկ, այլ ոչ վերացական սուբյեկտներ, եւ միայն նման հանցագործություններ կատարող անհատներին պատժելով է հնարավոր կիրառել միջազգային իրավունքի դրույթները։ Անհատներն ունեն միջազգային պարտականություններ, որոնք գերազանցում են առանձին պետության պարտադրած հնազանդության ազգային պարտավորությունները։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր 951 բանաձևով արագորեն հաստատեց միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության եւ դատավճռի սկզբունքները։ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի գնահատում։ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի նման օրինակը Տոկիոյի միջազգային ռազմական տրիբունալը ստեղծվեց 1946 թվականի հունվարին գեներալ Դագլաս Մքարթուրի հռչակագրով։ Մքարթուրը գործում էր դաշնակիցների կողմից նրան, որպես դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի տրված Պոտսդամի հռչակագիրը իրականացնելու լիազորություններով, որի 10-րդ սկզբունքը խոստանում էր պատերազմական հանցագործների համար խիստ արդարադատություն։ Իր կապիտուլյացիայի փաստաթղթում Ճապոնիան այդ հռչակագիրն ընդունել էր։ Տրիբունալը կազմված էր 11 դատավորից, 9 Ճապոնիայի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրած պետությունների,
Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության ներկայացուցիչներն էին, ինչպես նաեւ մեկական ներկայացուցիչ կար Հնդկաստանից եւ Ֆիլիպիններից։ Դատավարությունն սկսվեց 1946 թվականի ապրիլի 29-ին տրիբունալի կողմից մեղադրական եզրակացության ներկայացմամբ։ 55 դրվագով մեղադրական եզրակացությունը 28 ամբաստանյալներին մեղսագրում էր խաղաղության դեմ ուղղված հանցագործություններ եւ դրանց հետ կապված հանցավոր դավադրություններ, պատերազմական հանցագործություններ եւ սպանություններ։ Դատավարությունը տևեց գրեթե 2.5 տարի եւ մեծամասնության կողմից ընդունված դատավճիռը հրապարակվեց 1948 թվականի նոյեմբերին։ Դատավճիռը թեև մեղսագրվող ոչ բոլոր դրվագներով մեղավոր ճանաչեց բոլոր մեղադրյալներին, որոնք դատավճռի կայացման պահին կանգնած էին միջազգային ռազմական տրիբունալի առջև։ Դատավորների մեծամասնությամբ կայացված դատավճիռը իրավունքի գործնականում բոլոր հայեցակերպերի վերաբերյալ հետևեց Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի կարծիքին։ Թերևս բացառություն էր այն, որ ի տարբերություն Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի, որն անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ հրամանատարական պատասխանատվությանը, Տոկիոյի միջազգային ռազմական տրիբունալը որոշ մանրամասնությամբ քննարկեց պատասխանատվության այդ սկզբունքը եւ այն կիրառեց ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձ հանդիսացող ամբաստանյալների նկատմամբ։ The atrocities of World War II served as the primary catalyst for the formal development of international criminal law. The Allied powers established international military tribunals at Nuremberg and Tokyo to prosecute leaders of Nazi Germany and Imperial Japan. These tribunals were groundbreaking because, in first place, they established the principle of individual criminal responsibility, asserting that individuals, regardless of their official status, could be held accountable for international crimes. Secondly, they defined and prosecuted core international crimes, including crimes against peace, war crimes, and crimes against humanity. They affirmed the principle that superior orders do not excuse criminal acts. Following the post-war momentum, progress slowed significantly due to the geopolitical tensions of the Cold War. During that time, however, key treaties such as the 1948 Genocide Convention and the 1949 Geneva Conventions were adopted, further defining international crimes and obligations for states. Also, in 1996, the United Nations International Law Commission adopted a draft code of crimes against the peace and security of mankind. Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.